Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերություն պետությունների միջև եւ արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև։ Այս մասին հրապարակում է կատարել Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Նա մասնավորապես նշել է. «Վերջին օրերի լարված իրադարձությունների ֆոնին ցանկանում եմ սկսել ամենակարևորից։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնությունը կարևոր քայլ է, ուղղված տարածաշրջանային լարվածության նվազեցմանը եւ հնարավոր էսկալացիաների կանխմանը, սակայն կա ավելի խորքային եւ էական իրողություն։ Օրեր առաջ պատիվ ունեցա հյուրընկալելու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպումը անցավ բաց, անկեղծ եւ բովանդակային մթնոլորտում։ Քննարկեցինք տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր, Հարավային Կովկասյան վտանգության ճարտարապետությունից մինչև հայ-իրանական ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարները, հատկապես աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Այս մակարդակի դիվանագետի նշանակումը Երևանում հստակ ազդակ է, որ Իրանը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններում առանձնահատուկ տեղ է հատկացնում հայկական ուղղությանը։ Ուրախությամբ ուզում եմ նշել նաև, որ իմ լավ բարեկամը Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոհբանին նշանակվել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Սա նրա բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման արժանի գնահատականն է։ Վստահ եմ նա նոր պաշտոնում եւս կշարունակի ամրապնդել փոխադարձարգանքի եւ ռազմավարական գործընկերության վրա հիմնված օրակարգը։ Հայ-իրանական հարաբերությունները ավելին են, քան պարզապես դիվանագիտական կապերը։ Մեզ միավորում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև հիմնարար շահերի համընկնումը անվտանգության, ինքնիշխանության եւ տարածաշրջանային հավասարակշռության պահպանման հարցերում։ Իրանում հայկական համայնքը շարունակում է կարևոր կամուրջ լինել մեր ժողովուրդների միջև, լինելով Իրանի հասարակական կյանքի լիարժեք եւ ինտեգրված մաս, միաժամանակ պահպանելով իր ազգային ինքնությունը։ Չնայած առկա ճնշումներին, ակնհայտ է, որ Իրանը թևակողել է մի փուլ, որը հեռանկարում միայն ուժեղացնելու է նրա ազդեցությունն ու դերը տարածաշրջանում։ Հետևաբար Հայաստանը պետք է ոչ միայն պահպանի հայ-իրանական համագործակցության ներկայիս մակարդակը, այլև այն հետևողականորեն խորացնի, վերաիմաստավորի եւ բարձրացնի երկարաժամկետ ռազմավարական գործընկերության աստիճանի։ Հայ-իրանական գործընկերությունը պետք է դառնա կայուն ռազմավարական դաշինքի օրինակ, որտեղ համընկնում են պետությունների շահերը եւ ժողովուրդների արժեքները, նշել է Արման Վարդանյանը։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարծում է, որ անտրամաբանական է երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ, երբ Վաշինգտոնը խախտել է համաձայնագրի մի քանի կարևոր կետեր, նույնիսկ արդեն բանակցություններից առաջ։ Խոսնակը նշել է, որ խախտումների թվում են Լիբանան ներխուժումը, Իրանի օդային տարածքի խախտումը եւ Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման իրավունքի մերժումը։ Բանակցությունների մեկնարկից առաջ խախտվել են հրադադարի համաձայնագրի 3 հիմնական կետեր։ Այս պայմաններում երկկողմ հրադադարական բանակցությունները անտրամաբանական են, եզրափակել է Ղալիբաֆը։ Քուվեյթի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ դարձել են իրանական անօդաչու սարքերի հարձակման թիրախ, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Չորեքշաբթի լուսաբացից Քուվեյթի նավթային կորպորացիայի եւ էլեկտրաէներգիայի, ջրի ու վերականգնվող էներգիայի նախարարության իրավասության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ ենթարկվել են թշնամական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Իրանի ինտենսիվ հարձակումների, ասվում է հայտարարության մեջ։ Հարվածները հասցվել են մի քանի օբյեկտների, այդ թվում նավթային օբյեկտների, 3 էլեկտրակայանների եւ աղազերծման կայանների, ինչը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին արտադրող սարքավորումներին, թորմանսյուններին եւ վառելիքի ամբարներին, իսկ մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակրի ուղղությամբ արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն հասել իրենց նշանակետերին։ Իրանը հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակեց մեր ավիակրի վրա։ Նրանք տարված էին դրանով, բայց նույնիսկ մոտ չեկան։ Այդ հրթիռներից յուրաքանչյուրը հեշտությամբ խոցվեց մղոն հեռավորությունից, ասել է նախարարը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին։ Դա նախագահի եւ նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում է։ Մենք սկսում ենք երկխոսության հաջորդ փուլը եւ ինչպես ասացի սկզբում, դա կարմիր գիծ է, որից նախագահը չի նահանջի եւ նա վճռականորեն տրամադրված է ապահովել, որ դա տեղի ունենա։ Հուսով ենք, որ նա դրան կհասնի դիվանագիտության միջոցով, նշել է Լիվիթը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են պարզաբանել, արդյոք Իրանի ներկայացուցիչները ազդանշաններ են ուղարկել, որ Թեհրանը պատրաստ է հանձնել իր միջուկային վառելիքը։ Այո, նրանք ուղարկել են, պատասխանել է մամուլի քարտուղարը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցին եւ Հայաստանի ընտրական գործընթացում ռուսական կողմի դիրքորոշմանը հայտնել է. Հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև։ Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանում սպասվող ընտրությունների համատեքստում ընդգծվել է ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը. Մենք չենք միջամտում այլ պետությունների ներքաղաքական գործերին։ Սա սկզբունքային դիրքորոշում է, եւ մենք Հայաստանում ունենք համակարգ, հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում։ Մեզ միավորում է բազմազան կապերով հսկայական զանգված պատմություն, այդ թվում ընդհանուր քաղաքակրթություն։ Ռուսաստանը 2 միլիոնանոց հայկական սփյուռքի հայրենիք է, եւ Հայաստանը ունի բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են մեզ հետ կառուցողական համագործակցությանը, որովհետև դա նրանց պատմական էության մասն է։ Այդ կապերը պարզապես չեն կարող կտրվել, լքվել կամ այլ կերպ խզվել։ Հաշվի առնելով սա, մենք բնականաբար չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները եւ հույս ունենալ, որ ռուսական ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամքի արտահայտմանը։ Այսինքն մենք կրկին չենք խոսում ներքին գործերին միջամտելու մասին, մենք հիմա քննարկում ենք։ Ապրիլի 8-ին տեղի է ունեցել նաև ուժեղ Հայաստան կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին մասնակցության եւ առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 տեխնացուների ցանկը հաստատելու մասին հարցերը։ Համագումարի ընթացքում ներկայացվել է Դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 տեխնացուի անունները։ Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին։ Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 3 տեխնացուներն են Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իրանի պատվիրակության ղեկավար։ Այս մասին հայտնում է Իսնալ լրատվական գործակալությունը։ Լրագրողների տվյալներով փոխնախագահ Ջեյդի Վենսը կլինի ամերիկյան կողմի գլխավոր բանակցողը։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ սկսվել է Իսլամական Հանրապետության դարաշրջանը։ Այսօր պատմության մեջ մի էջ է շրջվել, աշխարհը ողջունում է իշխանության նոր բևեռը, մեկնարկել է Իրանի դարաշրջանը, հայտնել է փոխնախագահը։ Ռուսաստանը հանդես է եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման օգտին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է ապահովի բոլոր կողմերի շահերի պահպանմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով ներկայում փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը եւ այդ պայմաններում կարեւոր է հասնել տարածաշրջանի կայունացման, հիմնված բոլոր երկրների շահերի հավասարակշռության վրա։ Մենք ցանկանում ենք Մերձավոր Արևելքի խաղաղեցում, ներառելով ինչպես Իրանի, այնպես էլ նրա հարևանների շահերը, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Հեքսեթի խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ սպառնալիք է եղել ԱՄՆ-ի համար, սակայն իրավիճակը փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Իրանը աղաչում էր հրադադար եւ դա բոլորին հայտնի է, նշել է Պենտագոնի ղեկավարը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության ընթացքում հրադադարի ռեժիմը։ ԱՄՆ-Իրան հակամարտությունը դադարեցված է, ինչպես եւ կանխատեսվում էր, երկու կողմերն էլ հաղթանակ հայտարարեցին։ Ուրեմն ով հաղթեց, առաջին հերթին առողջ բանականությունը, որի հանդեպ հավատը լրջորեն խաթարվեց Սպիտակ տան հայտարարություններով, իրանական քաղաքակրթությունը մեկ օրում ոչնչացնելու մասին, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 10 կետանոց ծրագրին, հաջողություն է իրանցիների համար։ Վերջինիս խոսքով միակ հարցը այն է, արդյոք Վաշինգտոնը կհամաձայնի դրան, չէ՞ որ ԱՄՆ-ի առջև դրած պահանջները ներառում են Իրանին հասցված վնասի փոխհատուցում, միջուկային ծրագրի շարունակություն եւ Թեհրանի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի Թրամփի համար։ Առաջին նավերը Հորմուզի նեղուցով մտել են Օմանի ծոց ապրիլի 8-ի առավոտյան, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո, հայտնում է Marine Traffic նավերի հետևման ծառայությունը։ Ծառայության տվյալներով հունական Angie Earth բեռնատար նավը նեղուցահատել է ժամը 8:44-ին, Երևանի ժամանակով 12:24-ին եւ այժմ գտնվում է Օմանի ծոցում։
Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը մեկնել է Իրանի Բանդար Աբաս նավահանգստից եւ նեղուցով անցել ժամը 6:59-ին, Երևանի ժամանակով ժամը 10:59-ին։ Ծառայությունը նաև նշել է, որ Պարսից ծոցում ներկայումս գտնվում են մի քանի 100 նավեր, այդ թվում 426 տանկեր եւ ավելի քան 50 գազատար։ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասները կփոխհատուցվեն ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը, հողում անելով Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրին։ Հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիրը ներառում է վնասի փոխհատուցում ազգային ներդրումային հիմնադրամի ստեղծման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։ Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Հակամարտության ընթացքում իրանական ուժերը վնասել են ամերիկյան դեսանտային նավ եւ ավիակիր, ստիպելով նրանց նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը։ ԻՀՊԿ-ն այս հայտարարությունը արել է իրանական խոստում 4 գործողության 100-րդ ալիքի վերաբերյալ իր զեկույցում։ LHA-7 դեսանտային նավը հարվածել է թևավոր հրթիռներով։ Այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, վնասվելուց եւ հրդեհվելուց հետո։ Անօդաչու թռչող սարքերը նաեւ հարվածել են CVN-74 ավիակրին։ Վնասվելուց հետո այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Հունիսի 7-ի ընտրապայքարին ընդդիմադիրները պատրաստվում են մասնակցել ամենաանհավանական դաշինքներով։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով առաջիկայում կազդարարվի նոր ու անսպասելի դաշինքի ձևավորման մասին։ Ըստ տեղեկությունների Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության հետ դաշինք ձևավորելու մասով քննարկումներ են անցկացնում Ազգային ժողովի նախկին նախագահ հայ պետական քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի որդին։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը ՀԺԿ երկարամյա ղեկավարն է եղել 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է հիմնական ընդդիմադիր թեկնածուն։ Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժի հետ բանակցություններ է վարում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ կողմերն արդեն իսկ եկել են համաձայնության եւ առաջիկայում կհայտարարեն միավորման մասին։ Ուժերի հետ բանակցությունները վարում է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Այսօր ձերբակալվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 6 նախկին պաշտոնյաների։ Նրանց թվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Ինքնիշխանության իսկ բացակայությունը արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով, սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Այս մասին ոդքասթի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին պրոբլեմային վիճակում կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել, ընդ որում կախված բոլորից։ Ռուսաստանից օբյեկտիվ կախվածությունը հսկայական է։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ում է ցավեցնելու։ Նայեք, Հայաստանի արտաքին առևտրի 35-ից 40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը, կազմում է 0.3%։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է մենք այո կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը, նման մի թեզ է լինելու, ասել է Քոչարյանը։ Ապրիլի 8-ից 9 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևը։ Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբայևը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ապրիլի 9-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը բարձր դատական դատավորներին եւ աշխատակազմին։ Արարողակարգային միջոցառման մեկնարկի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին մաղթել է արդյունավետ պաշտոնավարում։ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ դատավորի կարգավիճակում բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մաս անցել է Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը։
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների հարձակման պահին տարածքում գտնվել են անվտանգության ուժեր, որոնք արձագանքել են միջադեպին։ Տուժած ոստիկանին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրա վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ իրավապահները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը եւ դրդապատճառները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ ընթացող հակամարտության շրջանակում։ Նման տեսակետ է հայտնել American Conservative պարբերականը, նշելով, որ նման սցենարը քննարկվում է վերլուծական շրջանակներում։ Հոդվածի հեղինակ վերլուծաբան Էնդրյու Դեյը նշել է, որ Թրամփը նախկինում բազմիցս սպառնացել է ոչնչացնել Իրանը, եւ միջուկային զենքը կարող է դիտարկվել որպես այդ նպատակին հասնելու ամենաարագ միջոցներից մեկը։ Նրա խոսքով Սպիտակ տնից եկող հակասական ազդակների ֆոնին նման սցենարը չի բացառվում, հատկապես երբ քաղաքական հայտարարությունները ավելի են կոշտանում։ Միաժամանակ հնարավոր միջուկային հարվածի թեման արդեն քննարկվում է միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Մոհամեդ Սաֆան նշել է, որ ԱՄՆ-ն տեսականորեն կարող է գնալ նման քայլի, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նույնպես մտահոգություն են հայտնել նման զարգացման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Փորձագետների կարծիքով, նույնիսկ եթե Թրամփը չի ձգտում ամբողջությամբ ոչնչացնել Իրանը, նա կարող է փորձել արագ եւ ցուցադրական կերպով ավարտել հակամարտությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլը, ինչպես սպասվում է, տեղի կունենա Իսլամաբադում ապրիլի 10-ին, հաղորդում է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ուրբաթ օրը Իսլամաբադում, հայտնել է պորտալի թղթակից Բարակ Ռավիդը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը, նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ Սպիտակ տան փեսան Ջարեդ Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին, հաղորդել է CNN News-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք Իրանի հետ խաղաղության բանակցություններին։ Աղբյուրների համաձայն Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները կանցկացվեն Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք կգործեն որպես միջնորդներ։ Իսլամաբադը կարող է ավելացվել Վենսի արտասահմանյան ուղղության ծրագրին, ով այժմ գտնվում է Հունգարիայում։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Իրանի եւ ԱՄՆ պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ ապրիլի 10-ին բանակցություններ վարելու համար։ Հյուսիսային Կորեան մի քանի կարճեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով, հաղորդում է Yonhap-ը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Հոդվածում պարզաբանվում է, որ հրթիռները արձակվել են ապրիլի 8-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի հյուսիսում գտնվող Վոնսան շրջանից։ Դրանք թռել են մոտավորապես 240 կիլոմետր։ Սա Հյուսիսային Կորեայի կողմից տարեսկզբից ի վեր 4-րդ հաստատված բալիստիկ հրթիռի արձակումն է, ընդգծել են հոդվածի հեղինակները։ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատվիրակության ղեկավարի վերաբերյալ, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ Իսնա լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար։ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր կլինի Իրանի եւ նրա հակառակորդների միջև հրադադարի հաստատումից 2 շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի 2 շաբաթվա ընթացքում Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի շնորհիվ եւ արկա տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով, ասել է նախարարը։ Նա հավելել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարձակումները։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Իրանի կողմից առաջարկված մի շարք պայմանների, որոնք կարող են հիմք դառնալ զինադադարի բանակցությունների համար։ Թեհրանը ներկայացրել է 10 պահանջ, որոնց թվում են փոխադարձ չհարձակման պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման իրավունքի ճանաչում եւ բոլոր տեսակի պատժամիջոցների վերացում։ Բացի այդ, պահանջների շարքում նշվում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, ՄԱԿ-ի որոշ սահմանափակումների վերացում եւ Իրանի համար փոխհատուցումների տրամադրում։
Այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, նշել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Հայտնի սրտաբան Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգային ցուցակում որպես անկուսակցական, սակայն վերջնական ցուցակում տեղ չի գտել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու պատճառով։ Այս մասին հայտնել է հենց ինքը Ադամյանը։ Մինչ այդ մամուլը գրել էր, թե ծնունդով իջևանցի Ադամյանի ԿՊ ցուցակում ընդգրկվելու հարցում քաղաքացիությունը փաստորեն խոչընդոտ չի եղել։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մաստաճյուղում մեծ շուքով նշվեց ապրիլի 7-ը, ամենագեղեցիկ եւ լուսավոր տոներից մեկը՝ մայրության եւ գեղեցկության օրը։ Միջոցառումը նախաձեռնել են քոլեջի ուսանողները հայոց լեզվի եւ գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը սկսվեց ուսանողների եւ իրենց մայրիկների համատեղ լուսանկարների հուզիչ հոլովակով։ Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան Մորան փոխարինելի դերին հայ մշակույթում, ընդգծելով նրա կարևորությունը թե ընտանիքում, թե ազգային արժեքների փոխանցման գործում։ Իր տպավորիչ ելույթով հուզեց առաջին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը, գովաբանելով մայրությունը, գեղեցկությունը եւ ուժը։ Այն գեղեցիկ բնություն, ջերմ արև, լուրջ երկինք է պարգևում, իր հետ վերելով գանան անմոռանալի տոներից մեկը, որն ազդարարում է մայրության, սիրո, գեղեցկության, արժևորում են ու կարևորում։ Յուրօրինակ եւ անզուգական էր ուսանողուհիներից մեկի ելույթը։ Ուսանողներն իրենց շնորհավորական եւ շնորհակալական խոսքերն ասացին ուղղված օրվա հերոսներին։ Մայրը միակ մարդն է, ում սիրտը նույնիսկ ցավի մեջ բաբախում է մեզ համար։ Ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինենք, նա միշտ մեր կողքին է, իր անսահման սիրով ու անհագիստ հոգատարությամբ։ Պետք է գնահատել մայրերին, քանի դեռ նրանց սիրտը բաբախում է մեր արյունով։ Ուսանողները նշում են, որ այսօրը եւս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու դասախոսական անձնակազմի կանանց եւ իրենց մայրերին, նրանց անսահման սիրո, ջերմության եւ նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։ Եթե Իրանը համաձայնվի Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ եւ անվտանգ բացմանը, ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունն ու հարձակումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք արդեն հասել եւ գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները եւ շատ մոտ ենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության եւ Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքմանը, նշել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս հավելել է. Ստացել ենք Իրանից 10 կետանոց առաջարկ եւ կարծում ենք, որ դա գործնական հիմք է բանակցությունների համար։ Վիճելի կետերի գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Արաքի եւ Մահշարի 2 արդյունաբերական կենտրոնի, հաղորդում է Press TV-ն։ Մասնավորապես հարվածները թիրախավորել են Արաքում ալյումինի հալման գործարանը եւ Մահշարում Ֆաջր նավթաքիմիական համալիրը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից վետոների պատճառով։ 11 երկիր քվեարկել է փաստաթղթի օգտին, 2-ը ձեռնպահ է մնացել։ Այն կոչ է անում պետություններին համակարգել հանգամանքներին համարժեք պաշտպանական ջանքերը նավերի անցումն ապահովելու համար։ Սա ներառում է քաղաքացիական նավերի ուղեկցումը եւ նեղուցը փակելու կամ արգելափակելու փորձերի կանխումը։ Ավելին, անվտանգության խորհուրդը հայտնում
հայտնում է իր պատրաստակամությունը քննարկելու հետագա միջոցառումներ Բաբել Մանդեբով անցումը խոչընդոտողների դեմ։ Այն նաև պահանջում է Իրանից դադարեցնել առևտրային նավերի վրա հարձակումները, կոչ է անում թուլացնել ռազմական գործողությունները եւ վերսկսել երկխոսությունը։ Իրանի ԻՀՊԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ ուղղված տարածաշրջանի երկրներին։ Տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները պետք է իմանան. Մինչ օրս զգալի զսպվածություն ենք ցուցաբերել բարիդրացիական հարաբերությունների նկատառումներից ելնելով։ Հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ, պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ բոլոր այդ սահմանափակումները վերացվում են։ Մենք գործողություններ կձեռնարկենք ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն նավթից եւ գազից, ասվում է հայտարարությունում։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը կոշտ արձագանք է տվել Ուկրաինայի գերագույն ռադայի ներկայացուցիչների հայտարարություններին, առաջարկելով զսպել նրանց ռետորաբանությունը։ Նրա խոսքը վերաբերում էր Ուկրաինայի խորհրդանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Մերժեկոյի հայտարարությանը, ըստ որի Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են շարունակել պատերազմը եւս 10 տարի։ Ժուրավլյովը քննադատել է նման դիրքորոշումը, նշելով, որ նման հայտարարություններ անում են այն մարդիկ, որոնք հեռու են մարտական գոտուց։ Նա ընդգծել է, որ նման կոշտ ռետորաբանությունը միայն սրում է իրավիճակը, հավելելով, որ պետք է քայլեր ձեռնարկել այն զսպելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ ունի ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ-ում եւ Հունգարիայում ընտրությունների վրա ազդելու փորձերի մասին։ Նա այս մասին խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վենսի խոսքով նման գործողությունները կապված են ուկրաինական համակարգի առանձնահատկությունների հետ։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է հատուկ ծառայությունների ներսում առկա առանձին խմբերի գործունեությանը։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան վաղուց արժանի է օրեշնի քրթիրային համալիրով հարվածի։ Նրա խոսքով նման զենքի կիրառման որոշումը կախված է Ռուսաստանի ռազմական ղեկավարությունից, սակայն նա նշել է մի շարք դեպքեր, որոնք ըստ նրա անպատասխան չեն մնա։ Խոսքը վերաբերում է Նովորոսիսկի վրա հարվածներին, Ազովի ծովում բեռնատար նավի խորտակմանը եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում կամ Մերձավոր Արևելքում։ Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ, իհարկե ոչ Մոսկվայում կամ Կիևում, սակայն կան բազմաթիվ վայրեր, որտեղ մենք կարող ենք հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ասել է նախագահը։ Նա նաև հայտարարել է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացի շարունակության մասին, որը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա։ Հետևաբար Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները հետաձգվել են, բայց կվերսկսվեն, հավելել է Զելենսկին։ Եղանակը առաջիկա օրերին։ Ապրիլի 9-ից 13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային եւ առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ից 10-ը, 12-ից 13-ը ձյան եւ թացձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ապրիլի 9-ից 10-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 24-ից 27 մետր վարկյան արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսյալ ճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ից 3-ը 10-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով։